Պատկերացրեք, կյանքում կան երկու դերասաններ։ Առաջինը զգացմունքներն է՝ դրամատիկա, իմպուլսիվ, կրակոտ։ Իր կարգախոսն է՝ զգում եմ, հետևաբար կա։ Երկրորդը տրամաբանությունն է, որը սառն է, կառուցվածքային, վերլուծող։ Նրա կարգախոսն է՝ ուսումնասիրում եմ, հետևաբար կա։ Զգացմունքային բանականությունը ստեղծում է ներդաշնակություն, իսկ տրամաբանությունը սցենար եւ բեմադրություն։ Ուրեմն ինչպես դառնալ սեփական զգացմունքային բանականության ռեժիսորը։ Կանոն առաջին. երբ դուք դյուրազգացեք, այսինքն նախքան ինչ-որ դեպքերի տեղի ունենալը դուք զգում եք, թե ինչ պիտի տեղի ունենա, ապա դա նորմալ է։ Այո, դա նորմալ է, դուք ձեր խելքը չեք թռցրել։ Դա նախազգուշացման նշան է։ Երկրորդ կանոն. պետք է վերահսկել ձեր սեփական զգացմունքային բանականությունը, մանավանդ կոնֆլիկտների ժամանակ։ Փոխաբերական իմաստով սա նշանակում է մակարոնը դուրս բերել կրակից, որպեսզի այն չայրվի։ Հիշեք, երբ անընդհատ դուք խոսում եք ձեր եսի մասին, դրանով դուք ցույց եք տալիս ձեր խոցելիությունը։ Հիշեք, զգացմունքներն ազդանշաններ են, ոչ թե հրամաններ։ Արդարացված զայրույթը կամ խոճապը ցույց են տալիս, թե ինչն է ձեր համար կարևոր, որտեղ են ձեր սահմանները, ինչ վախեր եք ունենում։ Ձեր խնդիրն է վերծանել ազդանշանը։ Տարածություն ստեղծեք ռեակցիայի եւ գործողության միջև։ Սպասիր, ես պետք է մտածեմ կամ կպատասխանեմ մի փոքր ուշ։ Այս արտահայտությունները ձեզ թույլ են տալիս անցում կատարել զգացմունքային իմպուլսից դեպի գիտակցված պատասխան։ Վիրավորվածությունն արտահայտեք որպես ձեր սուբյեկտիվ փորձառություն, այլ ոչ թե որպես մյուսի մեղքի օբյեկտիվ փաստ։ Երբ մեկը ձեզ վիրավորում է, փոխեք դիրքորոշումը մարտիկից դեպի հետաքննողի։ Հարցրեք ինքներդ ձեզ, ինչն է նրան ստիպում այդպես խոսել ձեր հետ։ Ինչն է նրա վարքի հիմքում ընկած անհանգստությունը։ Սա չի նշանակում արդարացնել վատ վարքագիծը, այլ հասկանալ դրա պատճառները, ավելի արդյունավետ լուծում գտնելու համար։ Զգացմունքային բանականությունը ենթադրում է հստակ գիտակցում, թե ինչն է ձեր համար ընդունելի, իսկ ինչը ոչ։ Դրանց մասին հանգիստ եւ վստահ հայտնելը հենց ինքնակառավարման եւ ոչ թե թշնամանքի նշան է։ Կոնֆլիկտներին կառուցողական լուծում տվեք, փոխադարձ մեղադրանքների փոխարեն։ Անձնական հանգստությունը գերադասեք զգացմունքային պոռթկումներից եւ հետագա մեղքի զգացումից ազատվելու համար։ Զգացմունքային բանականությունը հնարավորություն է վերափոխելու հարաբերությունները լարվածության եւ մեկուսացման աղբյուրից, դարձնելով դրանց վստահության, աճի եւ փոխադարձ աջակցության հարթակ։